Քանի որ հարցեր են հնչում, հարկ եմ համարում անդրադառնալ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման այն ճանապարհային քարտեզին կետ, որը մի քանի օր առաջ հրապարակել եմ եւ հերթով մեկնաբանել այդ կետերը եւ բարձաբանել։ Առաջին կետը վերաբերվում էր կաթողիկոսական տեղապահի ընտրությանը, որը իրոք առաջին քայլն է, եւ այդ առումով պիտի ասեմ, որ կարեւոր է, որ դա տեղի ունենա այս պահին հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցում գործող կանոնների համապատասխան, ինչքան գիտեմ, դա իրականացնում է եպիսկոպոսաց դասը եւ այս հարցում ես որևէ այլ առաջարկ եւ մոտեցում չունեմ եւ ուզում եմ ասել, որ կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման process-ի կազմակերպումը։